Կաշենի լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վարչական շենքում կազմակերպված հանդիպմանը էկոնոմիկայի նախարարի, Արցախ էներգոընկերության գործադիր տնօրենի եւ Base Metals ընկերության գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի հոսքի մատակարարման ու համապատասխան որոշ սարքավորումների տեղադրման հետ կապված հարցեր։ Base Metals ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների ապահովման հարցերում, որպեսզի նախատեսված լարմամբ էլեկտրական հոսանքը Կաշենի լեռնահանքային համալիր մտնի օր առաջ։ Հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարական, ինչպես նաև սարքավորումների մոնտաժման աշխատանքներն իրականացված են 95%-ով, ասել է, թե Կաշենի լեռնահանքային համալիրը պատրաստ է շահագործման։ Ներկայումս մեծ թափով իրականացվում է հոսանքի մատակարարման ներքին ցանցի մոնտաժման աշխատանքները, հուսով ենք, որ հոկտեմբերի մեջ ավարտում ենք նաև կաբելների, կաբելային ուղիների եւ ենթակայանի վահանակների մոնտաժումը։ Հարստացուցիչ ֆաբրիկայում տեղադրված սարքավորումների առաջին փորձարկումը նախատեսվում է նոյեմբերին։ Դա հիմնականում կապված է հաթերքից Կաշեն 110 կՎ օդային գծի շահագործմամբ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա դեկտեմբերի մեջ նաև հուսանք, որ առաջի փորձնական հանքաքարի վերամշակումը կնախաձեռնենք, այն հաշվարկով, որ 16 թվականի սկզբին արդեն ունենանք հունի մեջ մտնող արտադրություն։ Ավելի քան 2 տարի է Կաշենի հանքաքարն արդյունահանվում եւ տեղափոխվում է Դրամբոնում գործող Base Metals ընկերության հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ էլ ենթարկվում է վերամշակման։ Կաշենի լեռնահանքային համալիրի շահագործմամբ հանքաքարը կվերամշակվի տեղում, իսկ դա եւ ժամանակի եւ աշխատուժի եւ ֆինանսի խնայողություն է։ Հանքավայրը ինքը համարում է պղինձ մոլիբդենային պորֆիրային համակարգ, չնայած վերին շերտերում, որը մենք աշխատելու ենք առաջիկա տարիներին, դա պայմանավորված է պղնձի բարձր պարունակությամբ, իսկ ստորին շերտերում կուղեկցի մեզ մոլիբդենի որոշ քանակություն։ Base Metals ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանի հավաստմամբ Կաշենի լեռնահանքում արդյունահանվող հանքանյութից կորսվող հիմնական էլեմենտը պղինձն է, իսկ մի քանի տարի անց պղնձի հանքանյութին զուգահեռ կարդյունահանվի նաև մոլիբդեն։ Հանքավայրը բաց, հանքավայրը շահագործման տիպը բաց է, ինչը իրեն հերթին բերում է եւ իր խնդիրները եւ իր դյուրինությունը համատած ստորգետնյա հանքի շահագործման հետ։ Հարստացուցիչ ֆաբրիկայից մինչև հանրակացարան, ճաշարան ու խանութ լեռնահանքային այս համալիրը յուրօրինակ մի հարմարավետ ավանի է վերածվում։ Ընկերությունն այստեղ շուրջ 1500 աշխատող ունի։ Կաշենի լեռնահանքային համալիրի նշանակությունը մեծ է Արցախի տնտեսության զարգացման գործում, այն նաև սոցիալական բազմաթիվ հարցեր է լուծում։ Գենադի Երեմյան, Մենուժան Մարտիրոսյան, օր։